Պիտի գարտամ ցեզի մարգարեություն հովնանու առաջին գլուխին 1-12 համարները եւ դերը գամի այս երկու գիրագիները հովնան մարգարեն շուրջ պիտի խորհրդածենք եւ կարևոր ճշմարտություններ վերառնենք եւ դերոջը խոսքը ամատայի որդվույն հովնանի եղավ ասելով Ելիր նինվե մեծ քաղաքը կնա, ու անորդեմ քարոզություններ է, քանզի անոտ չարություն իմ առջևս ելավ, բայց հովնան ելավ, որ դերոջ երեսեն Թարսիս փախչի, եւ հոբե իջավ, ու նավ մը կդավ, որ Թարսիս կերտար, եւ անոր բարձ կդվավ, ու անոր մեջ մտավ, որպեսզի անոց է Թարսիս երտար դերոջը երեսեն, եւ դերը ձողու մեջ մեծ հով մահանեց, ու ձողու մեջ մեծ փոթորիկ մը եղավ, այնպես որ նավը խորտակվելու վտանգի մեջ էր, ու նավավարները վախցան եւ ամեն մեկ իր աստուծուն գաղագեր, ու նավու մեջի գարասիները ձողը նետեցին, որպեսզի զանիկա իրենց մե թեթևցնեն, ու անոր ըսին, այդ բանը ինչու էր ներողություն, բայց հովնան նավու խորը իջնելով բարգեր էր, ու խորու կքնանար, Եվ նավաբեդ անոր մոտեցավ ու անոր ըսավ, քեզ ինչ եղավ, ով խորունգ քնացող, ելիր քո աստուծույթ աղագե, թերևս Աստված մեզ հիշե, որ չգործվենք։ Հեթանոսներ յուրաքանչյուր իր աստուծույթ աղագեր եւ տեսան, որ հովնան կքնանար, անոր ալասին ելիր թունա քո աստուծույթ աղագե, այնպես որպեսզի չգործվենք։ Եվ իրարու ըսին, եկեք վիճակ ցկենք, որպեսզի գիտնանք, թե այս չարիքը որում պատճառը մեր վրա եկավ, եւ վիճակ ցկեցին ու վիճակը հովնանի ելավ։ Եվ անոնք ըսին անոր, հիմա պատմե մեզի թե այս չարիքը որում պատճառը մեր վրա եկավ։ Քու կործդ ինչ է եւ ուր գուկաս, քու երգիրդ որն է, ու թուն որ ժողովուրդեն ես։ Եվ անիկա ասավ անոնց, ես եբրայեցի եմ, Եվ ձողը ու ցամաքը ստեղծող երկինքի աստուծմեն Եհովայի է գվախնամ եւ այն մարդիկը խիստ շատ վախցան ու անորսին այդ բանը ինչու էր քազի այն մարդիկը քիծան որ դերոջ երեսեն գփախչեր վասնզի անոնց պատմեր էր եւ անորսին քեզ ինչ ունենք որ ձողը մեզ մե թաթարի քազի ձողը երթալով ավելի կսաստկանար ու անիկա ասավ անոնց Զիս վերցուցեք ու զիս ձովը նետեցեք, ու ձովը ցեզ մե պիտի թաթարի, քանզի ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառավս ծեր վրա եղավ։ Աստվածորդներ խոսքին ընթերցանությունը, ինչպես ասի նույնպես պիտի լա հովնանի մասին, թասեր հովնան մարգարեին յանքեն։ Այս մարգարեն Դարօրինակ մտայնություն ունեցող մարդ մներ եւ քերփնական հրաշքը տեսնել է յետքը վայելել է յետքը իր դարօրինակությունը ցույց տվավ իր բռնած թիրքով անունին իմաստը հիմարություն կնշանակե եւ իրավ ըրածը հիմարություն չէր Այսօր շատեր նույնը գնեն։ Աստված բան բգսե, իրենք ուրիշ բան գնեն։ Ասիկա ոչ թե միայն անհավատներու բարակային է, մեզի հավատացյալներ ուսալ։ Աստված բան բգսե, մենք ուրիշ բան գնենք։ Աստված կսե նայիր, շատ հբարդացած ես և նախանցով լեցուն ես, պետք է թուրս վդարես։ Կարևորություն չի դար, կշարունակե։ Աստված կսե ասինչ քրոջդ եղբորդ պետք է երտաս ներողություն խնդրես։ Մտիկ չներ։ Մեզ հետ այդպես չլար։ Այդպես կլա։ Հիրոնիմոս անունին իմաստը դխրություն թրած է։ Եվ իրավ երբ մեկը աստուծո գամքի գահագարագի անոր կյանքը դխուր գլա։ Դխուր գլա։ Շարունակ դխրության մեջ կլա, թեև թերևս եկեղեցյալ կա,
կարևոր չէ արտաքին ցեղագերբություններ։ Հարցը ներքին հարցն է, սրդին մեջն է։ Գոչը հստակ էր, երթալի քաղաքը դեղը հստակ էր, շվարելիք պատճառ չուներ այս մարգարեն, ամեն բան հստակ էր։ Ագաչն լավ գլսեր, լսողությունն լավ էր, այնքան որ ամեն բան հստակ էր։ Այս մարգարեն Հերոփովամ թագավորի ժամանակ ապրեցավ, եթե գարտակ 4-րդ թագավորած 14-րդ գլուխի մեջ հոմ պիտի տեսնեք, եւ 40 տարի մարգարեություն ըրավ։ Եվ այդ ժամանակաշրջանին 763 թվականին էր։ Հրյա ավանդությունը գսե թե Հովնան Սիթոնացված Սարեպտա քաղաքի մեջ ապրո որբևարի գնոջ տղան էր, որ Եղիա ողջնցուց։ Հովնանի բապկությունը գարձեք առասպել մնե, եթե գարտակ ամբողջ գլուխը շատ երկար չէ, մարդը 3 օրեր գեցուգին փորի մեջ մնա։ Հիմա իրականության մեջ եթե փնդրեք, պատմության մեջ 20-րդ դարի մեջ պատահած է 2 հոգի, երևցած է գեցուկ մեջը անգլիացի որսորդը, որ 20-րդ դարու Հովնանը գոչեցին զինք։ Ասված գեցուգի միջոցով Նինվեի ժողովրդին ղրգելովը ամենանպաստավորն էր իրեն համար, Աստված այդպես կարգադրեց, լավագույն ցևն էր, այս ցևով Նինվե ժողովրդին ղրգեր իր մարգարեն։ Ինչու համար, այս հեթանոսները գավադային թե ծովում մեջ հսկա վայրի անասուններ գոյություն ունին, ոմանց գբաշտեին, ասոք գհավադային թե մեջկեն բարձուկ և մեջկեն վեր մարդ գոյություն ունի։ Այս գրաբաշները երբ լսեցին, թե Հովնան գեցուգիմը ներսեն դուրս եկած է, ասիկա մեր ասվածները մեկում մեջեն դուրս եկած է, որով ընդունեցին և ողջ բահեցին։ Անոր պատկամը ավելի ընդունելի դարձավ։ Այս քաղաքին թագավորը շատ վայրի եղած են, բոլոր թագավորներ եւ բնական է, որ ժողովուրդն վայրենի էր։ Իրենց սպաբուկներեն մեկը ցեզի հիշեմ արիքիդություն, քերիներուն քիթը ագանչը եւ ցերքերը գոդրելով ժողովրդին գուցածրեին ծաղրանքի համար։ Բահմը գրնակ երևակայել ինչպեսի ժողովուրդ մներ այս քաղաքի մեջ բնակողները։ Նինվե մեծ քաղաք էր եւ գգարտանք 4-րդ գլուխի մեջ 11-րդ համարի մեջ, որ միայն բզդիկները 120,000 ավելի էին։ Միայն բզդիկները։ Ասորեստանի մայրաքաղաքն էր, որ ներկա Մուսուլ գոչվի ներկայիս եւ բնակչությունը հարուստ էր այնադեն եւ գլխավոր ասվածնին, չասվածնին ազդարովներ։ Այս քիրքը միշտ քննադատողներ եղած են։ Ոմանք կսեն պատմությունը առասպել մնե, ոմանք կսեն այս դեպքը միայն խորհրդապատկերներ գրնան ըլլալ, ոմանք կսեն շատ արագ ժողովուրդը դարձի եկավ, ուրեմն ճշմարտությունը չի հաստատել այսպեսի արագ ցևով ժողովուրդը դարձի գալ, ուրեմն թեպքին ճշմարիտ ըլլալը չի հաստատել։ Մենք կհավատանք, թե իրական թեպքն է, որ գդարվեցավ Քրիստոսը 700 տարի առաջ։ Պետք չէ մոռանանք, որ այս մարդիկը Հովնանը ընդունեցին Աստծո ղրգված մեկը իրենց չասվածներեն գեցուգին մեջեն դուրս եկավ։ Եվ Հիսուս առասպել եղող պատմություններեն օրինակ չբերեր, եթե գարտանք Մատթեոսի 13-րդ գլուխը 39-ն 41 մեր դերը գսե 38-ին գարտամ այն ադեն թբիրներեն ու փարիսեցիները ոմանք պատասխան տվին իրեն ու ասին վարդապետ գուզեն քեզ մեր նշան բդեսնել այդքան հրաշներ տեսան այդքան նշաններ տեսան
հիմա եկեր են գսեն նշան մդուր մեզի եւ հավատանք։ Եվ ոչ թե միայն այսքան, երևի տարի անթիվ եւ անհամար հրաշներ տեսան, խաչին վրա ալ նույնը ասին, եթե բարիշտես քեզի կհավատանք։ Ուրեմն հոսալ նույնը ըրին, անիկա պատասխան տվավ Հիսուս ու Սավանոց, չար ու շնացող ասկը նշան գուզե, եւ ուրիշ նշան պիտի չդրվի անոր, բայց միայն Հովնան մարգարեին նշան, քանզի ինչպես Հովնան 3 օր ու 3 գիշեր գեցուգին փորի մեջ էր, այնպես որդի մարդո պիտի ըլլա երկրի սրտի մեջ 3 օր ու 3 գիշեր։ Նինվեի մարդիկը Թադաստանին օր այս ազգին թեմ պիտի ելեն ու պիտի թադաբարդեն ասիգա, վասնզի Հովնանի քարոզությունովը զեղչի եկան եւ ահա Հովնանե մեծ մեկը գա։ Եվ թարցի չեկան, զեղչի չեկան։ Հիսուս այս խոսքերով որ գարտացին, հաստատեց թեպքին իրականությունը, որ Հովնան աննով մարգարե մգա, իրական թեպք մնե եւ նաեւ գեցուգին փորի մեջ 3 օր մնաց եւ դուրս ելավ, քարոզեց եւ ժողովուրդը թարցի եկավ։ Եվ ասված, ինչպես դերսավ, Թադաստանին օրը վգա պիտի կանչե այս ժողովուրդը։ Եվ մահը, մեր դերոջ մահը եւ հարությունը Հովնանի օրինագով կնկարագրե, ինչպես որ տեսանք, որով թեպքը առասպելը չէ։ Մեր դերը առասպելներ օրինակներ չբերեր։ Հիմա տեսնենք այս թեպքի մեջ մեր սորվելիք հոգևոր թասերը եւ անգեղձը լանք մեր անձերուն հետ մենք ալ շատ անգամ նույնը գնենք։ Շատ անգամ։ Եվ հոգևոր ճշմարտությունները վեր առնենք։ Եվ կխնդրեմ, որ գարտակ ձեր դուները, բոլոր քիրքը 48 համարներ, շատ չէ։ Հովնանը եթե սկսենք ուրեմն, ինչպես ասի դերգամի եկող գիրագյալ պիտի շարունակեմ այս նույնը, որտեղ պիտի բավարար ժամանակ չունին, որպեսզի կարևոր ճշմարտությունները ցեզի հետ բաժնեցին։ Հովնանի անձը եթե տեսնենք, անոր կյանքին ընթացքին հանգրվանները, որոնց մեջ են անցավ։ Առաջին բանը զոր կտեսնենք, այս մարդը առանձնաշնորհյալ մարդն էր։ Մասնավոր իրավունքներ վայելող մեկն էր։ Եվ դերոջի խոսքը ամաթի որդքույն Հովնանի եղավ ասելով. ելիր Նինվե մեծ քաղաքը քնա ու անորթեմ քարոզությունները։ Ինչ էր այս առաքելությունը եւ ով էր ղրգողը? Աստված։ Աստված կղրգե։ Եվ հադուկ առաքելությամբ կղրգվի։ Աստուծո գոմե կղրգվի, ասիկա առանձնաշնորհում չէ։ Քիչ բան է, Աստված իրեն խոսի եւ ասե քնա։ Առաջին հրյա մարգարեն, որ հեթանոց ժողովրդին կղրգվի, մեծ առանձնաշնորհում է այս։ Ընդհանրապես Աստված մարգարեները իր ժողովրդին կղրգի, հրյա ժողովրդին կղրգի, երբ անոնք գշեղին Գուրքերու եդևե գերտան Աստված իր մարգարեն կղրգե իր ժողովուրդին։ Այս մենաշնորը իրականության մեջ յուրաքանչյուր հավատացյալին համար է։ Քացեք բոլոր աշխարհ ավետարանը քարոզեցեք, ասիկա միայն 12 աշակերտներն համար չէր, կամ 70-ը, որ ընդրեց, թե ոմանք ետ քաշվեցան, բոլորիս համար է։ Ավետարանը քարոզել, ավետարանի բարի լուրը, ուրախ լուրը, Դեր Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի քեզի մեղքի իշխանութենեն փրկե, անոր զորութենեն ցերփազադե, ավետարանը իր մեջ բարի լուր կբարունակ, եւ ասիկա բոլորիս առանձնաշնորհումն է, որ երթան խոսենք, եւ Աստված կղրգե, ոչ թե եկեղեցին կղրգե, ոչ թե հովիվը կղրգե, նայր թունի մաբաշխարեցիր, այս փրկությունը միայն քեզի համար չէ, պետք է թրացիներու դար երթաս խոսիս, ոչ, ուղղակի Աստված կպատվիրի ասիկա։ Եվ որքան փառք տալու ենք։ Հիսուսը սա թուգեք
աշխարհի լույսը, աղը, որպես լույս ոչ թե լույսին առաջնորդելու համար, այս մենաշնորհ ունի, ասիգա մեծ շնորհք է, աշխարհին աղն ես, լույսն ես, համ դվողն ես տուն, որքան պետք է փառտանք եւ ասի մեզի ուրախություն կպատճառի։ Բողոս Արաքյալ ուրիշ տեղ մգսե մենք Աստծո տեսպաններն ենք։ Տեսպանը իր երկիրը կներկայացնի, որ քաղաքը որ երթա, իր երկրի մշակույթը եւ բոլոր ցերնարներու մեջ իր երկիրը կներկայացնի, այնպես որ մենք մեր դերը կներկայացնենք եւ ասիգա մեծ շնորհք է, մեծ շնորհք է ասիգա ուրախությամբ կգադարենք ոչ թե աման ինչն է քրիստոնյա եղերենք եկեղեցի երթանք աս պետք ենք այն պետք ենք եղեր աս պետք չենք այդ պետք չենք ոչ ասակ չէ ուրախությամբ մեր դերը կներկայացնենք ամեն դեր ամեն կողմ ասի առաջին ճշմարտությունն է, որ նաև մեզի վերակրել է, մենք այս առանձնաշնորհը ունենք։ Երկրորդը Հովնանի կյանքին մեջ կտեսնենք երկրորդ հանքրվանը, որ անհնազանդ եղավ։ Եթե վերնակիր մտանք, անհնազանդ Հովնան կրնանք կոչել։ Բայց շատ Հովնանին մի նայր, թուն քեզի նայր։ Չէ՞։ Մենք անհնազանդ կլանք։ Անհնազանդ երրորդ համարի մեջ գարտացին կսե բայց Հովնան ելավ որ դերոջ երեսեն Թարսիս փախչի եւ հոբե իջավ ու նա մկդավ որ Թարսիս կերտար։ Ասիգա շատ մը հավատացյալներ մասնակետ են այս ցևը ընելու մեջ։ Ես նայր նավանքից կերտամ Եթե Աստծո գամքն է, նավ մտեսահում, որ Թարսիս կերտao գասկնան, որ Աստծո գամքն է, ուրեմն մեջը կմտնեն։ Եթե Աստված պատկամը հստակ է, Աստված հստակ պատկամներ գուտա։ Այնպես որ անգե ետքը, եթե Աստված ասանք ընե անը, ուրեմն գասկնան, որ Աստված թուր փացեր է։ Ոչ։ Ուրեմն գոչը հստակ է, առաքելության նպատակը հստակ է, որ քաղաքը բիդերտա հստակ է, ամեն բան հստակ է, բայց Հովնան Աստուծո գամքին հագարակեցավ։ Գրնա մարդը հավատացյալը Աստծո գամքին հագարագիլ, եթե լարված ժամայցուցի պես մեկը լար ռոբոտ, պիտ չի գրնար, բայց որտև Աստված մեզ ստեղծած է իր պատկերովը, հոգևոր ընդունակություններով, որում մեջ կա նաև ազատ գամքը, գրնա մարդը հագարագիլ։ Այո, գրնա հագարագիլ։ Օրինակներ կան, այն օրը, որ ապաշխարեցիր սիրտդ Հիսուսի դվիր, մինչև այսօր, որքան որ հիշողությունդ ասպես ուկա, բահմը, եթե գուզես դուն կնա այսօր, գամ հիմա, քրիչար, Եվ հիշե քանի անգամ մեր Աստծո գամքին հագարակեցար։ Քանի անգամ։ Աշուշ կրնանք։ Աշուշ կրնանք։ Թերևս մեր մեջ կամ մեզ թիդողներու մեջ համացանցի միջոցով միջև այսօր Աստծո գամքին հագարակ գիգանանք։ Լավ ասված բամը չի կրնարնել։ Անիմաստ հարցում է դեղին չէ։ Աստծո ամենագարողության մասին չէ խոսքը։ Աստված ամենագարող է, ամեն բան կրնա։ Բայց երբ Աստված հստակ բադվեր մգուտա եւ գահագարագիս հոն Աստված քու ազատ կամքը չի գաշկանտեր։ Ուրեմն մարդուն մեծությունը, փառավորությունը ասոր մեջ կգայանա։ Մարդը անասունեն դարբեր ընողը այս է, որ մարդը ազատ կամք ունի։ Հաջախ խոսած ենք, ընդհանրապես քույրեր ու բաժնամուկներու մեջ ուրախ եմ, որ բավական քույրեր հասկացած են, ուրախ եմ ադորաբար գարդահայտվին, հոգին ինչ է շատեր չեն գիտեր, հոգևոր ընդունակություններն են, միտքը, զգացումները, գամքը, խիղճը, նաև խոսիլը։ Ուրեմն մարդը
այս Աստուծո պատկերով հոգևոր ընդունակություններով ստեղծված է եւ ասի մարդուն համար մեծ բադիվ է անասուն չէ մարդը գրնա հագարագիլ ինչպես որ գրնա Աստուծո գոչին ոչ ասել գրնա նաեւ այո ասել ուրեմն մեծություն է ասիգա որ մարդը ազատ կամ ունենա մարդը անասունեն դարբեր է չեմ հասկանում ինչպես գարձեցյալ Եհովայի վկաները իրենք զիրենք անասունի դեղ գտնեն այսինքն մեկ ու մեկ կխոսեի ասի ուրեմն թուն եւ արնեդը մուգը նույնն է այո սա ինչ է դարբեր դու համար փերավ անասուն եւ մարդը գմերնի ուր գերտան նույն դեղը գերտան այնպես որ անդեղի համարներ շատ մարդիկ գբերեն բայց փառք ուտանք որ մարդը Աստուծո պատկերով ստեղծված է ազատ կամք եւ Աստված գահարք է եւ ասիգա մեծ բան է մեզի համար մեծ որովհետեւ ժողովուրդ մգար որ պիտի ապաշխարեին փրկվեին բադիժեն փրկվեին Աստված Հովնանին ըստիպեց որ երթար ու քարոզեր հիմա հոստեղը թույլ տվեք որ Աստուծո գամքին մասին քիչ բխոսիմ հոս հարցը Հովնանին անցին հետ չէ որբեսի Հովնանը ընդրե փրկության ճամփան այլ հոստեղը հարցը Հովնանին ըստիպել որբեսի Աստուծո ծրագիրը կործադրե ուրիշի համար Միգուցե այնադեն ուրիշ մարգարեմը չգար ուրեմն հոս բարական Աստուծո բացարձակ գամքն է անորամար ըստիպեց Աստվածաբանական ըմբռնումով երբ որ Աստծո գամքի շուրջ կխոսին երեք բաներ կհասկանանք առաջինը Աստուծո բացարձակ գամքն է առանց անոր հրամանին համը դեղի չունենար Աստված իր խոսքով ստեղծած է մեր երկիրը աշխարհը եւ ամեն բան իր հրամանով կգադարվի երկրորդը առանց անոր գամքին համը չբադայիր ասելով չի նշանակեր թե ինչ որ կբադայի անոր գամքն է անհոժար է ոչ շատ բաներ կբադային աշխարհի մեջ մեր կյանքի մեջ իր գամքը չէ, բայց կբադայի։ Շատ մի եկեղեցիներու վիճակը, քրիստոնյա աշխարհը առնենք, հավատացյալները առնենք, քաղաքական կետնի վրա նույնս առնենք, շատ բաներ կբադայի։ Երկու անձեր հավատացյալ եմ գսեն, իրարու կփզկտեն, ասի Աստծո գամքն է։ Ոչ, ինչու կբադայի։ 5 դագարանի մեջ ժողովուրդը Սամուելի կացինսին, որ մեզի թագավոր ուզենք։ Թուք քող չեք, Աստված ձեր թագավորն է, քող չեք, ոչ։ Հոգտեցան գայլևս, ինչը հավատքով Աստված կթագավոր է, ուր է Աստված, մենք մեկը գուզենք, որ թագը գլուխին տնե, ասպես ոսկի աթորի վրա, ճիշտ մույս ժողովուրդներու նման գուզենք։ Սամուել շատ նեղվեցավ։ Աստուծո քնած, ինչը սավասված, դուրս։ Աստուծո գամքն էր, ոչ, ցկես, դուր։ Այնպես որ աշխարհի մեջ շատ բաներ կբադայի, որ Աստծո գամքը չէ, բայց կբադայի։ Չեմ ուզեր ոյ մեկու սկացումներուն հետ սկացումները վիրավորել, ես ինձ համար բիդարդեմ, եթե ես ամեն օր փախլավա ուտեմ, շաքարախտեն գդարաբին եւ օր մնալ պիտի շալգեն ինձի ուրիշ տեղը բիտանին եւ թուք պիտեսեք Աստված մեր հովիվին քովը գանչեց երևի իր գամքն է օրհնյալը լա իր գամքը մեկը պիտի չսե որ մեր հովիվը հիմարություն դրավ Աստծո գամքն է Աստված այդպես կուզե ոչ ես իմ ցերկովս քերեզմանս փորեցի ավելի կան շատ բարձ այնպես որ այս ալ երկրորդ իսկ երրորդը Աստուծո
հայտնված գամքն է։ Աստված ընդրած է գարտ մփաներ հայտնել մեզ։ Մենք Աստուծո հայտնված գամքով գեհետաքրքրվենք։ Հոս բարական Աստուծո բացարձակ գամքն է։ Ժողովուրդ մոնին, եթե քարոզը լսեն, պիտաբաշխարեն։ Հովնան քնա, չեմ երթար, օքեյ, հիմա գտեսնես ինչպես քեզի կղրգեմ։ Եվ ղրգեց, ուզեչ ուզե։ Բացարձակ գամքն է ասիգա։ Այս միշտ այդպես չէ, միշտ այդպես չէ։ Բարականեր ալ եղած են, որ երբ մեկ Աստծո գամքին հագարակ կեցած է, Աստված մեջտեղեն վերցուցած է եւ ուրիշ մը պատրաստած է։ Սավուղի բարական կտեսնենք։ Հեղի քահանային բարական կտեսնենք։ Աստված խոսեցավ, զավակները դաջարի մեջ բղծություններ գնեն։ Okay, ուրիշ մը պատրաստեց։ Այնպես որ փառք կտանք։ Աստված հիանալի, անդոր բոլոր ծրագիրները փարի են։ Դեր իմաստությունն է մեզի, որպեսզի մենք չհագարագենք Աստուծո հայտնված կամքին եւ անոր հնազանդինք։ Հովնան անհնազանդ գտնվելով շահը ունեցավ, ոչ, ինչեր քաշեց։ Մեզ եդալ նույնը գլա։ Շատ կդարաբինք մեր կյանքի մեջ։ Երբ Աստծո կամքին կհագարագենք, դխոր բիդլանք։ Մեր ուրախությունը, խաղաղությունը պիտի գործընծնենք։ Պիտի շատ դխոր վիճակները պիտանցնենք։ Այնպես որ մեր շահը կբան չէ Աստուծո կամքին ենթարկվել։ Ուրեմն երրորդ ճշմարտությունն ալ կտեսնենք Հովնանի կյանքի մեջ այդալ եթե վերնակիրը պիտի տանք, գրնանք այդ վերնակիրը թնել քնացո Հովնան։ Աշուշտ երբ որ Հովնանը ասենք անմիջապես պատմության գերտա մեր միտքը նավու մեջ քնացավ, բայց նորեն գուզեմ սիրելներ Աստուծո արչև գեցած ենք, դերը մեր մեջ ներկա է, անգեղծ եղիր քո անցիդ հետ, մենք ալ նույնը գնենք, գքնանք։ Հոգևոր քունի մեջ կմտնենք։ Չեմ ուզում մանրամասնության երթալ, ինչ է հոգևոր քնանալը, բայց հոս Հովնան քնացավ։ Մինչ հեթանոսները գաղութեին, ինք գքնանար։ Առաջին գլուխի մեջ 5-6-ը, որ գարտացինք գսե։ Ու նավավարները վաղցան եւ ամեն մեկը իր Աստծուն գահագեր։ Ու նավու մեջ գարասիները ձովը նետեցին, որպես զանիգա իրենց մեջ թեթևցնեն։ Բայց Հովնան նավուն խոր իջնելով բարգեր էր ու խորու կքնանար։ Եվ նավաբեդ անոր մոտեցավ ու անորսավ. Քեզ ինչ եղավ, ով խորու քնացող, ինչ մեծ ամոթ է այս։ Մեզի ալ վայել չէ, երբ որ հոգևոր քունի մեջ կմտնենք, ըսգաշ չենք, փափակներ մարած են, փոլորանվեր դերոջը հետ չենք կալեր, մեր սիրտին գեսը ուրիշ տեղեր է, գես սիրտով դերոջը հետ կկալենք, քու դեր ասվածը սիրես քու բոլոր սրտովդ, քու բոլոր ուժովդ, քու բոլոր բիտկովդ, ուրեմն հոս Հովնան գքնանար, և այս քնանալը բնական չէր, մանավանդ երբ գիտեր, որ ինք Աստուծո կողմէ կպատժվեր։ Երբեմն որպես հավատացյալներ Աստուծո գավազանին համը գարնենք։ Աստված երբեմն մեզի թեթև ապտակներ կզարնե, մեր կյանքին ընթացքին գարպը անհաջելի բարականեր կստեղծվի, և Աստված կզգուշացնե մեզ, արթուն եղիր, այս վիճակը ցերպազատվե, մեր սիրուն համար գնե, կգարտանք չէ, առակյալը չսեր, Աստված ամեն իր սիրածը կխրադե, հունարեն բնակիրը փեդի ասկսե, որ կնշանակե գգրթե, գթաստիարակե, Աստված իր սերեն մղված այդպես կնե, ուզե որ մենք առողջ հավատացյալները լանք, այնպես որ
Թուն քեզի հարցուր, սրդիդ վիճակը, ինչպես է, թունալ, քունի մատնված ես, եշեք 10 գույսերու արագի մեջ 5-ը կքնանային, և քնացած մնացին, և չգրցան փեսային ցայնը լսել, և հիմար գույսեր գոչվեցան, այնպես որ արթուն ըլլանք, դերոջը անցնվենք և անոր առաջնորդությունը խնդրենք, շատ անգամներ Աստծո պատիժին տակ գտնվելով հանդերձ դագավին կքնանանք, և չենք ուզեր արթնալ, ճիշտ հոսե, պրոբլեմը հոսե, չեն ուզեր, չէ, սպանություն, լավ է, ամեն բան լավ է, օքեյ է, փառք Հիսուսին, եկեղեցի գերտա, գորորվի փեմին վրա, ցերկերը կշարժե, բայց ինքը վիճակ չէ, այնպես որ պետք է արթուն ըլլանք, Աստծո խոսքին ընթերցանությունը, աղոթքին զանց ընելը, առասված սիրո բաղությունը, ասոնք բոլորը հոգևոր քունի վիճակներ են, գբադահի, բոլորը սալ մեջ է գանցնիք, սակայն վիճակ պետք չէ ըլլա, վիճակ շարունակական, հապա պետք է արթնանք, և գիշեք Տեր Հիսուսի արագը և ասով փագեն, որոններու արագը որոմին, հոն կգարտանք, երբ անոնք գքնանային թշնամին եկավ, երբ եկավ թշնամին, երբ որ գքնանային, երբ կքնանանք, դուժողը մենք կլանք, թրացիները չեն մենք, այնպես որ երբ կքնանաս, փորձի չպիտի կա, թուն քեզի մի մխիթարեր սուտ մխիթարություններով, ով ասված սատանանից մի հերու բայ է, ասված կսե արթուն գեցիր, ինչս էլ է, ես պիտի քնանամ հոգևոր իմաստով, և քիշերները չի քնացած, պիտի սեմ ով ասված սատանան հերու բայ է, ասված սկիզբեն լուր դված է, Աստուծո հայտնված կամքը, հստակ է, սատանան արույցի նման մեր շուրջը պիտի թարնա, պիտի չի հերանա, ասի հայտնված Աստուծո հայտնությունն է, ըսած է, և մարդը կարևորություն չի դար, ինչպես սկիզբս է, ասված բան մգսե, մարդը ուրիշ բան մգնե, այնպես որ արթուն ըլլանք, և թույլ չտանք, որ թշնամին կա, սատանան կա և մեր սրտերու մեջ ուրիշ բաներ ցանեն։ Երբ արթուն չենք, այն ադեն սատանան մեզ ծուղակի մեջ պիտի ցկե, որքանալ աղոթես, օգուտ մչներ, պարզապես թուն քեզ կմխիթարես, Աստծո պատկամը հստակ է, որ արթուն եղանք, երանի թե այս երեք գետերը, որ ցեզի հետ բաժնեկցեցա, մեր սրտերու մեջ տեղ գտնեն, մեծ առանձնաշնորհ քնահատենք և անոր կամքին չհագարագենք և հոգևոր քունի չմատնենք, խնդրենք անոր առաջնորդությունը, որպեսզի անմեզի առաջնորդ է, դերը գամի կալ գիրագի պիտի շարունակենք այսօր։ Շնորհակալ ենք Տերոջմեն և Տերը շնորհ է, որ այս Տերոջը պատկամը կարենանք դարածել այն շրջանակի մեջ, ուր Տերը մեզ զետեղած է։ Փոքրիկ աղջնակը դպրոցի դասի բահուն, գրոնքի բահուն ուսուցիչը գծաղրե Հովնանի այս պատմությունը պատմելով, թե մեծուկը Հովնանը գլեր է։ Փոքրիկ աղջիկը ցերկը բարձրացնե և գսե, եթե սուբկիրքը ասեր, որ Հովնանը ածուկը գլեր է, ես անոր պիտի հավատայի, քանի որ Աստծո խոսքը վստահելի և ճշմարիտ է։ 94-րդ երգը պիտի երգենք, որում վերջին տունը ոտքի և հովիվին աղոթքով պիտի փագենք։ Դեր ինձի առաջնորդ է, որ չմոլորիմ քեզ մե։ Դեր ինձի առաջնորդ է,
Ում հոգույս տերաբաստան, երբ ծավոցալին կորան, ամահով եմ դեր կուքով, յանքան թորուն իմ կեզմով, դերիմ, ինձի առաջնորդ է, միշտ սիրով ջամփասու է, ամեն օր ձեռքես մտնե, դեր Հիսուս ուղիչ գնաց, զիս ասուր երկին պարած, on երկեմ երկախտության, քեզ խովեմ ես ավիդյան, ինձի առաջնորդ է, միշտ սիրով ջամփասու է, ամեն օր ձեռքես բռնե։ Այո, ով Սուրբ Հոգի Աստված, քո առաջնորդությանդ կհանձնվենք, անգամ ևս քեզի կդրամատրվենք հոգի շունչ մարմին, կուզենք, որ մեզ առաջնորդես քո կամքիդ մեջ։ Իմաստությամբ օժդես բոլորիս, որպեսզի դեր մենգալ մեր կյանքին ընթացքին չքնանանք եւ դեր հնազանդ լանք քո խոսքիդ։ Օրհնես ամեն մեկ քույրս, եղբայրս եւ լավ որ դեր այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն, ցանվին, որպես աղեկ հողի մեջ եւ բդուղ բերեն։ Արցակես մեզ քո խաղաղությանդ եւ այսօրվա մնացյալ ժամերու մեջ եւ քալիք օրերու մեջ առաջնորդես մեզ։ Փառքիդ համար ամեն։